Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, ըստ որի Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին ծննդյան օրվա կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպմանը քննարկված հարցերին, նաեւ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւս զանգահարել է Ալիևին, շնորհավորել։ Զրույցի ընթացքում ընդգծվել է բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև սահմանային գլխավոր կոմիտեի բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին երկու երկրների միջև հակամարտության մեջ հրադադար հաստատելու նպատակով, հայտարարել է Թայլանդի արտաքին գործերի նախարարությունը, հղումանելով Թագավորության պաշտպանության նախարարությանը։ Հունգարիայի վարչապետը չի բացառում, որ 2025-ը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր եւ որ պատճառը ոչ թե Ուկրաինայի հակամարտությունն է, այլ Արևմտյան Եվրոպայի անկումը։ Այո, դա չի կարելի բացառել, ասել է Օրբանը, երբ նրան հարցրել են, թե արդյոք 2025-ը Եվրոպայում խաղաղության վերջին տարին է։